եւ աստվածահաճո նորանոր իրագործումներով կերտենք մեր անվտանգ ու ապահով ներկան եւ սերունդների լուսավոր գալիքը։ Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը։ Մայրաթորում մոտուցվող Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ ասել է ամենայն հայոց կաթողիկոսը։ Խորհուրդ մեծ եւ սքանչելի։ Անժամանակն Աստված անցավոր աշխարհ եկավ։ Անծայրացիր տիեզերքը ստեղծողը մարփակվեց մարդկային մարմնում։ Աստված մարդացավ, որպեսզի մարդը աստվածանա։ Աղոթք է հնչել նաև Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատազրկված սրբազանների, ազգային բարերար Սամվել Կարապետյանի եւ Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորածների համար։ Ամենայն հայոց կաթողիկոսը իր խոսքում ողջունել է Արամ Ա կաթողիկոսին, Կոստանդնոպոլսի եւ Երուսաղեմի հայոց պատրիարքներին։ Թող բարձրալի Սուրբ Աչի պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ մնա աստվածային ներկայությամբ։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։